Բարև ձեզ, սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտիկ սովորել իրենից իր փրկության դասերը։ Խնդրենք Աստծուն, որ նա օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգով ուսումնասիրենք իր խոսքը եւ ճիշտ հասկանանք եւ իր շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի այս բոլորը եւ հավատում ստացա, Փառքորը որդուն Սուրբ Հոգուն այժմ միշտ եւ հավիտյան դայրում։ Ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնակ շաբաթօրյա դպրոցի կներեք, ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները, որը գրել է Հովիվ Շոմբուստրան, եւ մենք արդեն հասել ենք դաս 6-ին, որը կոչվում է Զոհաբերության ըմբռնումը եւ հիշելու համարն է։ Եվ նոր երգ են երգում ասում. արժանի ես այդ գիրքը վերցնելու եւ դրա կնիքները բացելու, որովհետեւ մորթվեցիր եւ քարյունով մեզ գնեցիր Աստծո համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Հայտնություն 5:9։ Ուրեմն, երբ որ Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, նա ասաց. ահա Աստծո գառը։ Այսինքն մինչև դա Իսրայելը զոհեր էր մատուցում, գառներ էր բերում եւ զոհում, եւ այստեղ Հովհաննես Մկրտիչը ասում է, որ սա է, այդ բոլորը խորհրդանշում էին իսկական Աստծո գառին, այսինքն Քրիստոսի։ Ուրեմն նա մատացույց էր անում Քրիստոսի փոխարինողմա հանուն ողջ մարդկության։ Հիսուսը միակ արժանին է եւ նրա եզակի արժանավորությունը խոսում է այն մասին, թե ինչ էր անում Տերը զոհաբերության համակարգի միջոցով։ Այն բացահայտում է նրան, այսինքն Քրիստոսին, որպես անսահման սիրո Աստված, ով գնաց ծայրագույն զոհաբերության արարք, որով մենք եւ տիեզերքի մյուս բոլոր բանականությունները կհիանանք հավիտյան։ Կարդանք Սաղմոս, ուրեմն Եսայի գրքում մի շարք տեղերում խոսում է զոհաբերությունների մասին եւ պայմաններ է դրվում, թե ինչ պայմաններով Հիսուսը կարող է ընդունել զոհաբերությունը։ Եվ միտեղ էր ասում, ես ձեր զոհերի կարիքը չունեմ, ինչու այդպես։ Հիսուսը ինքը տվեց, Աստված ինքը տվեց այդ զոհաբերության համակարգը, հետո ասում է ձեր տված զոհաբերությունները, այսինքն սխալ հոգով էին այդ զոհաբերությունները մատուցվում։ Կարդանք Սաղմոս 51:17 համար. Աստծո ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնարհ սիրտով Աստված դու չես անարգում։ Այսինքն կապ ունի ոչ միայն զոհը, որ դու տալիս ես, այլ թե ինչ սրտով ես տալիս։ Ուրեմն մինչև Իսրայելը մի ուրիշ դեպք կար, որ Աստված չընդունեց այդ մարդու բերված զոհը, եւ դա Կայենն էր, Ադամի Եվայի առաջին զավակը։ Եվ երբ որ Ադամն ու Եվան մեղ գործեցին եւ դուրս եկան դրախտից, Աստված խոստացավ, որ գալու է մեկը, որի զոհի միջոցով փրկվելու եք դուք, եւ իրենց տվեց այդ զոհաբերության համակարգը, որ դուք պետք է գառ մատուցեք ձեր մեղքերի համար։ Եվ դա պիտի անեին նաև Կայենն ու Աբելը, բայց երբ որ զոհաբերության ժամանակը եկավ, Կայենը փոխարեն ինքը հողագործ էր, փոխանակում կատարել եղբոր հետ, որը հովիվ էր, եւ գառ վերցներ նրանից եւ բերեր որպես զոհաբերություն, նա չարեց դա, չարեց մտադրաբար, հասկանալով։ Այսինքն ինքը ուզում էր ասել, որ ես մեղավոր չեմ, Ադամն ու Եվան են մեղ գործել, ինչի պիտի ես զոհ բերեմ, եւ բերեց իր աճեցրած բուսական բույսերից եւ մատուցեց Աստծուն որպես զոհ, կարծես թե
ինքը իրեն գովելով Աստծո առաջ, որ տես ես ինչ լավն եմ, եւ ես իմ գործերն եմ քեզ բերում զոհ։ Այսինքն կարծես թե Աստված մի դաժանեակ է եւ իրեն պետք է այնպես անել, որ ինքը ողորմա, այսինքն կարծես թե կաշառք տալ։ Բայց իրական զոհը հակառակն է։ Աստված է տալիս զոհ, որպեսի մեզ հաշտեցնի իր հետ, որպեսի մեր սիրտը փափացնի, այլ ոչ թե հակառակը։ Աստծո սիրտը միշտ փափուկ է։ Այդ մեր սիրտն է, որ միշտ դեմ է գնում Աստծուն եւ դաժան է։ Եվ Աստված ուզում է մեր սիրտը փափկեցնել, որպեսի հաշտեցնի մեզ եւ իրեն, որպեսի մենք հավիտյան ապրենք, որպեսի մենք մաքուր ապրենք եւ պատրաստ ենք հավիտենական կյանքի, այլ ոչ թե կործանվենք։ Ուրեմն Եսայիա մարգարեի ժամանակներում Իսրայելը պարզապես կատարում էր ծեսեր առանց իսկական պարտավորության, որպես անելիքների ցանկի կետեր լրացնում էր դրանք, ընդամենը փորձելով գոհացնել Աստծուն եւ նույն ժամանակ ապրելով այնպես, ինչպես ցանկանում էր։ Մարդկան զոհաբերությունները դրդված էին եսասիրությունից, ինչպես Կայենի զոհաբերությունը, այլ ոչ թե Աստծուն հանձնվելու եւ հնազանդվելու դիրքորոշմամբ, եւ այսօր էլ շատ մարդիկ այդպես են վարվում։ Դատարկ ծիսակատարություններ ունեն, չապաշխարած սրտով։ Դա նույն հոգին է, որ գոյություն ունի այս աշխարհի թագավորություններում, ինքնաբավության հոգին։ Կայենն ապրում էր այնպես, ինչպես կամենում էր, եւ Աստծո առաջ պարզ ծեսեր էր կատարում իր իսկ պայմաններով, ոչ թե Աստծո պայմաններով, ոչ թե Աստծո աստված ձևով, այլ իր ձևով։ Կարելի է միայն ենթադրել, որ նա Աստծուն դիտում էր որպես անհարմարություն, խոչընդոտ իր ճանապարհին, սակայն նրա վախ Աստծո հանդեպ բավական էր միայն պահանջվող արտաքին ծեսերը կատարելու համար առանց ավելի խոր անձնական պարտավորության կամ իսկական հավատի։ Եվ այսօր շատ մարդիկ բավարարվում են հենց այդ մակերեսային կարծես թե հավատով, այսինքն ծեսեր են կատարում, որոնց իմաստն էլ չեն հասկանում եւ կատարում են ուղղակի ձևի համար, որտեղ բոլորն են անում, բայց դա չի փոխում իրենց էությունը, չի փոխում իրենց միտքը, գործերը եւ ավելի լավը չի սարքում իրենց։ Այսինքն կոտրված հոգի չունեն։ Երբ որ մարդ զոհ է մատուցում Աստծուն, նա պետք է կոտրված եւ ապաշխարած հոգով դա անի։ Իհարկե խոսքը չի գնում գարանզոհի մասին, որտեղ գարանզոհ էլ պետք չի, Հիսուսը ինքը զոհն էր, այսինքն այդ գառների զոհերը խորհրդանշում են Հիսուսի զոհը։ Աբելը սակայն մատուցեց պահանջվող զոհը, այն զոհաբերությունը, որ բացահայտում էր Աստծո խոստումը գալիք Մեսիայի վերաբերյալ, մի գառ, որը ցույց է տալիս Քրիստոսի փրկարար արարքը Գողգոթայում, կարդանք Նահապետներ եւ Մարգարեներ էջ 72, Աբելը հասկացավ քավության մեծ սկզբունքները, նա ճանաչեց իրեն որպես մեղավոր, ընկալելով մեղքը եւ հանցագործության համար մահապատիժը որպես իր հոգու եւ Աստծո միջև կանած պատնեշ։ Զոհաբերվող կենդանու կյանքը խլելով եւ նրան զոհաբերելով նա ճանաչեց խախտված օրենքի պահանջները։ Թափված արյան միջոցով նա նայում էր ապագա զոհաբերությանը Գողգոթայի խաչի վրա մեռնող Քրիստոսին եւ հավատալով կայանալիք հաշտությանը նա ստացավ հաստատում, որ արդար է եւ նրա զոհն ընդունվեց։ Այսինքն Աբելը համարելով իրեն մեղավոր զոհ էր մատուցում, իսկ Կայենը համարելով իրեն անմեղ չէր ուզում զոհը մատուցել այնպես, ինչպես Աստված էր ասել։ Եվ այդ անմեղ Կայենը ինչ արեց։ Առանց պատճառի սպանեց իր եղբորը։ Այդքան սուրբ էր Կայենը, ինչպես ինքը մտածում էր մասին։ Շատ վտանգավոր է, երբ մարդիկ մտածում են, որ իրենք սուրբ են, որտեղ հենց այդ մարդիկ են անում շատ ծանր, կատարում շատ ծանր հանցագործություններ ու մեղքեր։ Եվ կարծես թե կատարում են իրենց ճշմարտության տեսակետից, այսինքն
ես ճիշտ եմ եւ պիտի պայքարեմ եւ պիտի սա անեմ, այդպես էլ պատերազմներ են անում, ես ճիշտ կողմն եմ եւ ինչ են անում, ճշմարտության համար են պայքարում եւ մարդիկ են մեռնում, հազարավոր մարդիկ երկու կողմից, որը բոլորովին նման չի արդարության։ Ոմանք քննադատում են զոհաբերության ողջ համակարգը, պնդելով, որ այն դաժան է, անգութ եւ ինչ-որ իմաստով անարդարացի։ Եվ դա իրոք այդպես է, հենց դրանում է հարցեությունը։ Քրիստոսի մահը դաժան էր, անգութ եւ անարդար, անմեղը մահացավ հանուն մեղավորների։ Դա այն էր, ինչ պահանջվեց մեղքի խնդիրը լուծելու համար։ Եվ հենց Քրիստոսի մահն էին մատնարշում այդ բոլոր դաժան, անգութ ու անարդար զոհաբերությունները։ Այսինքն մարդը բերում էր այդ անմեղ գառնուկին, որ զոհ մատուցեր, եւ նայելով այդ խեղճ անմեղ գառնուկի աչքերին, պիտի որ խիղճը տանջեր, որ ինքը սխալը մեղ կարել է, բայց փոխարենը մեղնում է այս անմեղ գառը։ Բայց ուրիշ միջոց մարդկության, փրկության համար չկար։ Մեղքը ինքը դաժան է։ Դրա համար դեղը այդ մեղքից բուժվելու նույնպես դաժան եղավ։ Այսինքն ամեն անգամ է, երբ որ անմեղը տուժում է մեղավորին փրկելու համար, դա անարդարություն է, բայց եւ դաժանություն է։ Բայց միգուցե դրա միջոցով փրկվի ոչ այսքան այդ մեղավոր մարդը խիղճ արթնանա եւ ինքը փոխի իր կենսաձևը։ Կարդանք Եբրայեցիս 10 գլխի 3-րդ համարից, Եբրայեցիս 10 գլուխ 3-րդ համարից։ Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ են լինում, որտեղ անկարելի է, որ նոխազների եւ ցուրերի արյունը մեղքերը վերացնի։ Դա ուղղակի խորհրդանիշ էր Քրիստոսի թափած արյան։ Դրա համար Քրիստոս աշխարհվատնից ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր»։ Ողջակեզները եւ մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի. ահա գալիս եմ, ինչպես որ Սուրբ գրքի մեջ գրված է իր մասին, որ քո կամքը կատարեմ, ով Աստված։ Վերևում նա ասում է. «Զոհ եւ ընծա ողջակեզները եւ մեղքի համար արված զոհ չկամեցար եւ ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի»։ Ինչու հաճելի չէին ասում, որտեղ մարդիկ սխալ դրդումով էին դա անում։ Նրանք դա անում էին իբր թե Աստծո սիրտը փափկացնելու եւ Աստծո կարծես թե խիղճը արթնացնելու, բայց Աստծո խիղճը միշտ արթուն է եւ Աստծո սիրտը միշտ փափուկ է։ Հակառակը այդ զոհերը իրենց խիղճը պիտի արթնացնեն, եթե իրենք ճիշտ հոգով մատուցեին դա, եւ իրենց խիղճը պիտի արթնացնեին եւ իրենց սիրտը պետք է փափկացնեին, այլ ոչ թե հակառակը։ Այնուհետև ասում է, ահա գալիս եմ քո կամքը կատարելով Աստված, ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի, այսինքն առաջին համակարգը զոհաբերությունների ջնջվեց, ինչու, որտև իսկական զոհը մահացավ։ Այդ կամքով է, որ մենք սփվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի մի անգամյա, այսինքն մի անգամ զոհաբերվեց Հիսուսը, ընծայաբերումով։ Եվ ամեն քահանա ամենուր կանում է պաշտամունք մատուցելու եւ նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որ երբեք չեն կարող մեղքերը վերացնել, բայց նա մեղքերի համար մեկ զոհ մատուցելով մշտնջենական Աստծո աջ կողմում նստեց։ Մեկ պատարագով սրբողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Այսինքն շատ կարևոր է, թե ինչ հոգով էին մատուցում։ Աստված ինքն էր տվել այդ համակարգը, բայց իրենց փրկության համար, այլ ոչ թե իբր թե իրանք ուզում էին Աստծո սիրտը փափկացնեին դրանով։
գառները եւ զոհաբերվող այլ կենդանիներ պարզապես խորհրդանիշ էին, որոնք մատնացույց էին անում Աստծո գարեքավիճ զոհաբերությունը։ Դրանք հավատի գործեր էին, որոնց միջոցով մեղավորները շոշափելի ձևով արտահայտում էին իրենց հավատը գալիք Մեսիայի ծառայության հանդեպ։ Այս տեսակի խորհրդանիշներին մենք հաճախ անվանում ենք տիպարներ, որոնք իրականանում են հակա տիպարների միջոցով կամ նախատիպարների կանխացած երևույթի կամ իրադարձության իհայտ գալով։ Ոմանք նույնիսկ զոհաբերությունները նկարագրում են որպես մինի մարգարեություններ խաչի վրա Հիսուսի մահվան վերաբերյալ։ Այսինքն այդ բոլոր զոհաբերությունները ցույց են տալիս, թե ոնց է խաչի վրա մեռնելու Հիսուսը։ Զոհաբերության հետ կապված ծեսերը մի փոքր նման էին ճանապարհորդության համար վճարելուն։ Այսինքն մենք գնում ենք տոմսը, որպեսզի ինքնաթիռով թռչենք, բայց այդ տոմսը ուժ չունի, եթե մենք չնստենք ինքնաթիռ եւ չթռչենք։ Այդ տոմսը կարևոր է մինչև ինքնաթիռ մտնելը, ինքնաթիռ մտնելուց հետո էլ կարևոր չէ։ Իր դերը կատարեց տոմսը։ Այսինքն նա ապացուցեց, որ ես գինը վճարել եմ եւ նստել եմ ինքնաթիռ։ Բայց ինքնաթիռն է, որ հասցնում է մարդուն տեղ, այլ ոչ թե այդ տոմսը։ Այդ զոհաբերությունը կարծես թե տոմս էին, երաշխիք էին, որ լինելու է իսկական զոհաբերություն։ Եվ իսկական զոհաբերության Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով է, որ մենք փրկվում ենք։ Ուրեմն նրանք կարևոր դեր ունեին, այսինքն այդ զոհաբերությունները, սակայն երբ իրական զոհաբերությունը կատարվեց, նրանք անիմաստ դարձան։ Իրականություն որը պատկերված էր, երբ երկրային սրբարանի սրբությունը եւ սրբության սրբոցը բաժանող վարակույրը պատրվեց Հիսուսի մահվան ժամանակ։ Ինչպես գրված է Մարկոս 15:38-ում, եւ տաճարի վարակույրը վերևից ներքև երկու մասի պատրվեց։ Ողջ զոհաբերական համակարգը, տաճարը եւ ամեն բան մատնը նշում էին Հիսուսի մահը խաչի վրա։ Երբ Հիսուսն իր խոստումը կատարեց խաչի վրա եւ հարություն արավ մահվան դեմ հաղթանակով, տիպարներն ավելորդ դարձան նախատիպարները։ Հիսուսը նաեւ զատկի գառն է, մի քանի տեղ այդպես է նշվում։ Կորինթացիս 5:7-ում Պողոս ասում է, որ Հիսուսը զատկական գառն է եւ հայտնություն 5:6-ում։ Այսինքն երբ որ Իսրայելը պետք է դուրս գար Եգիպտոսից, Աստված ասեց, որ մի հատ գառ վերցրեք, ամեն մի ընտանիքի համար մի գառ, եւ եթե ընտանիքը փոքր է չի կարող այդ գառը լիովին օգտագործել, ուրեմն թող երկու ընտանիք միանան իրար։ Եվ այդ գառը մորթեցին եւ արյունը քսեցին, որպեսի սպանող հրեշտակը, որպեսի անցնի տեսնի այդ արյունը եւ այդ տան մեջ եղածներին չսպանի։ Այսինքն Քրիստոսի զատկական գառի միջոցով այդ մարդիկ փրկվեցին եւ երբ որ Քրիստոսը մեռավ, երկրաշարժ եղավ եւ այդ ժամանակ պատրվեց այդ վարակույրը, եւ այդ ժամանակ քահանապետը ուզում էր մորթել զատկական գառին, բայց երբ որ երկրաշարժ եղավ, այդ դանակը ընկավ քահանապետի ձեռքից եւ զատկական գառը փախավ։ Այսինքն դա խորհրդանիշ էր Աստծո կողմից, որ այլ պետք չի ոչ մի զոհաբերություն։ Իսկական զոհաբերությունը եղավ։ Քրիստոսի մահից, հարությունից եւ համբարձումից տարիներ անց, անդրադառնալով այն ամենին, ինչ տեղի ունեցել, Պետրոսը գրեց. Առաջին Պետրոս 1:18-19 Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից, հայրենավանդ ունայն կյանքից, այսինքն ձեր հայրերը ձեզ ունայն կյանք էին ավանդել։ Ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև անբիծ ու անարատ գառան։ Հիսուսը ապրեց մարդկային կյանքով, որը միայն բավարարեց Աստծո սրբությունը, իսկ մյուսներս մեղսագործներ ենք եւ մեղավոր կյանքով ապրելով բառացիորեն սխալ ենք ներկայացնում մեր արարչի էությունը։
Հիսուսը սակայն դարձավ երկրորդ Ադամը, ինչպես գրված է առաջին Կորինթացիներ 15:45-ում։ Այնտեղ, որտեղ մենք ձախողվեցինք, նա կատարյալ ապրեց։ Իր մարդեղության մեջ նա այն ամենն էր, ինչ պետք է լիներ մարդկությունը։ Նա կատարյալ կերպով արտացոլեց Աստծո փառքը։ Փիլիպպոսին նա ասում է Հովհաննես 14:9-ում, ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ։ Հիսուսը սակայն խաչվեց Զատկի օրը հետագայում ցույց տալով, որ ինքը հակատիպային գառն է, այսինքն իսկական գառն։ Եվ Հովհաննես 18:19-20 համարներում ինքը քահանապետին ասում է, որ ինքը բացահայտ է խոսել իր վարդապետության մասին։ Եվ որ ինքը տաճարում բացահայտ հայտնել էր իրեն, որպեսզի բոլորը հասկանան։ Նրա կյանքը, գործերը, ուսմունքը, ամենը բացահայտ հայտնում էին, թե ով է նա իրականում։ Նա անարատ գառն է, Աստծո արդարության եւ փառքի ամենազորեղ արտահայտությունը։ Այսինքն այդ բոլոր ծեսերը մատնանշում էին Հիսուսին։ Եվ առաջինը քահանապետները դա պիտի հասկանային, որ չհասկացան։ Աստված կամենում է վերականգնել այն հաղորդակցությունը, որը մենք մի ժամանակ վայելել ենք նրա հետ եւ կամենում է մոտենալ մեզ։ Սակայն մեղավորներին իր ներկայության մեջ բերելը կործանի նրանց։ Մեղավոր վիճակում մարդը չի կարող Աստծո ներկայության մեջ լինել։ Սաղմոս 5:4 ասում է, որտեղ դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես եւ չարը չի բնակվի քեզ մոտ։ Նաև Սաղմոս 5:7-ում Դավիթ ասում է. բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը եւ քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։ Կարդանք Անգե Մարգարեի 2-րդ գլխի 7-9 համարները, Անգե 2-րդ գլուխ 7-9 համարները, սա մարգարեություն է երկրորդ տաճարի մասին, պիտի սարսեն բոլոր ազգերին եւ կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը եւ այս տունը փառքով կլցնեմ, ասում է Զորքերի Տերը։ Այս վերջին տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից, ասում է Զորքերի Տերը, եւ այստեղին խաղաղություն պիտի պարգևեմ, ասում է Զորքերի Տերը։ Ուրեմն, երբ Սողոմոնը նվիրաբերեց առաջին տաճարը, սրբության սրբոցը լցվեց Աստծո ներկայության փառքի ամպով։ Բայց երբ որ երկրորդ տաճարը նվիրաբերվեց, ուխտի տապանակ էլ չկար։ Եվ դրա համար Աստծո ներկայությունը կամ փառքը չլցվեց տաճարը։ Այդ դեպքում ինչու է Անգեն ասում, որ երկրորդի փառքը ավելի մեծ է լինելու, քան թե առաջինի։ Չնայած առաջին տաճարը ավելի սիրուն էր, ավելի մեծ էր, ավելի վեհ էր եւ այլն եւ այլն։ Հարցը նրանում է, որ հենց այս երկրորդ տաճարը այցելեց Հիսուսը։ Աստված ինքը իր ներկայությամբ եղավ այնտեղ։ Այսքան ոչ թե ամպով ներկայացավ, ոչ թե ամպը ներկայացրեց իրեն, այլ իր իսկ որդին, մարդ դառած որդին։ Աստված ինքն էր դուրս եկել վարակույրի հետևից, որպեսզի դառնա մեզանից մեկը եւ միանա մեզ այս կոտրված աշխարհում։ Եվ որովհետև Աստծո որդին այժմ մարդու որդի էր, մենք կարող էինք տեսնել նրա երեսը, լսել նրա ձայնը եւ վկայել օրինակ, եւ տեսնել, թե ինչպես նա բուժեց մարդկանց, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե մտավոր։ Ուրեմն մենք մեր աչքերով տեսանք Աստծուն։ Այսինքն մարդիկ, ովքեր այդ ժամանակ ապրում էին, ոչ թե փառքը տեսան, ոչ թե ամպը տեսան փառքի, այլ հենց իրեն Աստծուն մարդու կերպարանքով։ Աստված ամեն ինչ արեց, մարդ դառավ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Սատանան խաբում է իրենց, որ Աստված դաժան չի, որ Աստված ուզում է նորից հաշտվել մարդկանց հետ, որ մարդը հաշտվի Աստծո հետ։
Դուք հասկանում եք դա ինչ մեծ պատիվ է մարդկության համար։ Աստված ստեղծել է բազմաթիվ ռասաներ, բայց իր որդին Աստված դարձավ մարդ եւ մինչեւ վերջել որպես մարդ է լինելու, այսինքն մարդկային մարմնով եկավ, ներկայացավ եւ հարություն առնելուց հետո ինքը մարդ է, արդեն փառավորված մարմնով, այսինքն ինքը նույնիսկ գերադասեց դառնալ իր ստեղծած մարդու նման, էակի նման, միայն թե փրկի այդ մարդուն, ոչինչ չափսոսեց մարդու փրկության համար Աստված եւ չամաչեց մարդ դառնալ, այն էլ մեղավոր, արդեն 4000 տարի մեղավոր ապրող մարդ, իսկ այսօր մարդիկ ամաչում են Սուրբ Հիսուսին դավանեն իրենց կյանքում, որտեղ աշխարհը այսօր ծռվել է սարսափելի, սրբությունը դարձել է ամոթ, իսկ հչացածությունը, այլասերվածությունը դարձել է հպարտություն։ Ցավալի է, այդ բոլորը ցույց է տալիս, թե ինչքան մոտիկ է Քրիստոսի գալուստը։ Մեզ իրեն մոտեցնելու փոխարեն Աստված ինքն է շարժվում մեր ուղղությամբ։ Նա ինքը իջավ իր բնակատեղից մեզ մոտ։ Անձամբ զարմանալի չէ, որ Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է. ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի եւ նրան կկոչեն Էմանուել, որը նշանակում է Աստված մեզ հետ։ Մատթեոս 1:23։ Բազմաթիվ դեպքերում մարգարեները տեսիլքում այնքան են մոտեցել Աստծուն, որ նրանց թույլատրվել է տեսնել Աստծո գահը, Եզեկիելը, Եսային, Հովանեսը, այս երեքն էլ տեսել են Աստծո գահը։ Ուրեմն այս 5 տակարանյան սրբանի ծառայության տիպարները խորհրդանշում են, որ կա միայն մեկ ճանապարհ, որով մարդկությունը կարող է մտնել Աստծո ներկայությունը, Քրիստոսի արյունը։ Կարդանք Եսայա 6-րդ գլխի 1-ից 5 հավարները, Եսայա 6:1-5։ Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր եւ վահանիստ մի գահի վրա, եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ 6 թև, երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով իր ոտքերը եւ երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երարացին եւ տունը լցվեց ծխով։ Ես ասացի. վայ ինձ, ես կորած եմ, որովհետեւ ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան թագավորին զորությունների Տիրոջ, այսինքն ես ինքս մեղավոր եմ եւ մեղավոր մարդկանց մեջ եմ բնակվում, բայց տեսա Աստծուն։ Բայց ինչ է կատարում դրանից հետո, ասում է, սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից, դրանով նա դիպավ իմ բերան եւ ասաց. ահա սա դիպավ քո շուրթերին, քո անօրենությունը վերացած է եւ քո մեղքը քավված։ Եվ երբ որ սա տեղի ունեցավ, ինչ եղավ, ասում է, լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Ես պատասխանեցի. ահավասիկ ես, ինձ ուղարկի։ Նա ասաց. գնա եւ ասա այս ժողովրդին։ Այսինքն, երբ որ Աստված մաքրեց իրեն, այդ ժամանակ արդեն Եսայան պատրաստ էր, որպեսզի Աստծո լուրը տար ժողովրդին։ Եվ նույն այս տեսարանը տեսել է Հովանես Մկրտիչը, կներեք, Հովանես Առաքյալը, Հայտնություն 4-րդ գլուխ, եւ նաեւ Եզեկիելը, Հայտնություն 4-րդ գլուխ, ուրեմն
այստեղ Հովանեսը կոչում է այս սերովբեներին կենթանի, այսինքն նկատելով կենթանի էակ, չի ասում սերովբեներ։ Եվ ասում է նրան գիշերը զոր չէին դադարում եւ ասում էին Սուրբ, 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 ամենակարճ էր Աստված, որ էր եւ որ է եւ որ գալու է։ Եվ որ նրանք փառք պատիվ ու գոհություն էին տալիս գահի վրա նստողին, որ կենթանի հավիտյան Սավիտենից 24 երեսներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ երկրպագում նրան, որ հավիտյանը Սավիտենից կենթանի է, եւ իրենց պսակները դնում են գահի առաջ ասելով արժանի ես Տեր եւ Աստված մեր, որ ընդունես փառքը, պատիվը եւ զորությունը, որտեղ դու ամեն բան ստեղծեցիր ու քո կամքով եղան եւ ստեղծվեցին։ Ուրեմն գահի դահլիճի այս տեսիլքներից յուրաքանչյուրում առաջին բանը, որ տեղի ունենում երկնային էակները շեշտադրում են Աստծո սրբությունը։ Մենք տեսանք ինչպես նկարագրեց Եսայան այդ տեսարանը եւ նաեւ Հովանեսը, յուրաքանչյուր մարգարեի ներկայացվեց Աստծո փառքի շլացուցիչ տեսարան, այնուհետև մեզ ներկայացվում է մարգարեի արձագանքը տեսարանին։ Եսայան հավաքում է, որ ինքն անմաքուր շուրթերով մարդ է, իսկ Հովանեսը ուժգին լալիս է, որտեղ բախվում է ողբերգական ճշմարտությանը, որտեղ չգտնվեց արժանի մեկ, այսինքն մարդկանց մեջ, հրեշտակների մեջ մեկը չկա արժանի, որ կարողանար փրկել մարդուն կամ զոհաբերությունը կատարել, այլ միայն Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին։ Երբ մեզ ուղղակիորեն ներկայացվում է Աստծո արժանավորությունը, մենք վերջապես սկսում ենք հասկանալ մարդկային իրավիճակը, մենք բոլորովին անարժան ենք եւ մենք Քրիստոսի որպես մեր փրկչի կարիքն ունենք։ Սատանան բազմաթիվ մեղադրանքներ է նետում Աստծուն, պնդելով, որ նա եսասեր ու դաժան, սակայն Աստծո, այսինքն նա մեղադրում է Աստծուն նրա մեջ, ինչ որ ինքն է։ Սակայն Աստծո գահի սենյակում նույնիսկ մի կարճ պահը բացահայտում է սատանայի ստերը։ Հասկանալը, թե ով է իրականում Քրիստոսը, մորթված գառը, մեծ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպիսին է Հայրն իրականում։ Որքան մխիթարական է իմանալ, որ տեսնելով Հիսուսին մենք տեսնում ենք, թե ինչպիսին է Հայրը։ Եվ ամենամեծ բացահայտումը, թե ինչպիսին է Հայրը, երևում է խաչի վրա մեզ համար զոհաբերվող Հիսուսի մեջ։ Հիսուսը չամաչեց իրեն ցածրացնել մինչև մեղավոր մարդու աստիճան եւ նույնիսկ ապրել ամենավառ պայմաններում եւ հետո մեռնել խաչի վրա խայտարակ մահով։ Իսկ մենք այսօր մեզ փրկող Հիսուս Քրիստոսի անունը ամաչում ենք դավանել ումից, մեղավոր եւ անկյալ մարդկանցից։ Ուրեմն խաչը մեզ պետք է երկու բան ցույց տա։ Նախ, թե որքան է մեզ սիրում Աստված, որ իրեն զոհաբերեց հանուն մեզ, երկրորդ, այն պետք է ցույց տա, թե որքան մեղավոր ու ընկած ենք, որ միայն խաչի միջոցով կարող ենք փրկվել։ Ով որ չի հասկանում այս ճշմարտությունը, վերջի վերջո Կայեն է դա, իսկ ով որ հասկանում է, դառնում է արդար Աբել։ Բոլոր մարդիկ բաժանված են երկու մասի, կամ Կայեն, կամ Աբել, կամ փարիսեցի, կամ մաքսավոր, մեջտեղը չկա։ Սուրբ Գիրքը բացահայտում է, որ Քրիստոսը միակն է, ով արժանի է ապահովելու մեր փրկությունը։ Նրա կյանքը միակ անմեղ մարդկային կյանքն էր, կյանքի միակ օրինակը, որ լիովին բավարարել է Հոր առաջադրած պահանջները, դրանով իսկ փառք բերելով նրան, նա Աստծո անարատ գառն է, եւ այժմ նա առաջնորդում է մարդկությանը, որպես մեր հավիտենական ապահովություն։ Միևնույն ժամանակ նա իր վրա վերցրեց մեր մեղքերը, բավարարելով այն դատաստանը, որը Աստծո պատասխանն է չարությանը։ Երբ Հովանեսը ականատես է լինում Աստծո գահի շուրջ հավաքված երկնային էակների անհավատալի տեսարանին, նրան ասում է, որ դադարեցնի լացն էր, որտեղ հաղթեց առյուծը Հուդայի ցեղից։ Խորհեք նաև, թե որքան սարսափելի բան է մեղքը եւ իրականում որքան է ընկած մարդկային ցեղը, որ միայն Հիսուսի հենց իր Աստծո մահն էր բավարարելու մեղքի խնդիրի լուծմանը։ Անկասկած է, որ եթե որևէ ճանապարհ լիներ, որով Աստված կարող էր փրկել մեզ, առանց խախտելու իր աստվածային կառավարության սկզբունքները,
անշուշտ նականներ դա։ Երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, եւ Աստված ասել էր որ ուտեք այս կմեռնեք, բայց մեռան ոչ, որտեվ Աստված խղճաց իրենց ժամանակ տվեց, որ իրենք ապաշխարեն եւ փրկվեն։ Աստված ողորմած է եւ այսօր Աստված մեզ կյանք եւ ժամանակ է տվել, որ մենք էլ նույն ընտրությունը անենք, ինչ որ Ադամն ու Եվան ժամանակ տրվեցին այդ ընտրությունը անելու համար։ Վերջում կարդանք Նահապետների եւ Մարգարեներից H63։ Աստծո խախտված օրենքը պահանջում էր մեղավորի մահը։ Ամբողջ տիեզերքում կար միայն մեկ, ով կարող էր հանուն մարդու բավարարել դրա պահանջները։ Քանի որ Աստված այն օրենքը նույնքան սրբազան է, որքան ինքն Աստված, ուստի միայն նա, ով հավասար է Աստծուն, կարող էր քավել օրենքի խախտումը։ Քրիստոսից բացի ուրիշ որևէ մեկը չէր կարող օրենքի անեծքից փրկագնել ընկած մարդուն, այսքան օրենքի պատժից, օրենքի ոչ թե օրենքից, այլ օրենքի անեծքից։ Եվ նրան կրկին ներդաշնակության բերել երկնքի հետ։ Քրիստոսն իր վրա պետք է վերցնել մեղքի հանցանքն ու ամոթը, մեղքի, որն այնքան զազրել է Սուրբ Աստծո համար, որը պետք է հորը բաժանի իր որդուց։ Քրիստոսը պետք է իջներ ճշմարության անդունդը, կորած ցեղին փրկելու համար։ Փառք Աստծո, որ իր բոլոր դասերի համար, իր բոլոր ճշմարտության համար, Աստվածաշնչի համար, որ Աստված մեզ մթության մեջ չի թողել, Աստված մեզ բացում է ճշմարտությունը, Աստված մեզ բացում է մեր վիճակը եւ թե ինչ լուծում է նա տվել մեզ այդ վիճակից դուրս գալու համար։ Աստված մեզ խոստում է տվել եւ իր խոստումը կատարել է։ Նա տվեց միջնորդին, Սուրբ միջնորդին, ով բրդելով մեզ մի կողմ, մեր փոխարեն պատժվեց։ Արդյոք մենք կընդունենք այս զոհը, այս մեծ զոհը, որ մեր համար տրվեց, եւ կպարծենանք մեր Փրկչով Հիսուս Քրիստոսով, թե կայնի պես կպարծենանք մեր ձեռքի գործերով, իբր թե մեր խելքով, մեր տաղանդներով, որոնք բոլորը Աստծուց են տրված եւ միայն Աստված է արժանի փառքի ու պատվի դրա համար։ Այն մարդիկ, որոնք կհասկանան դա եւ կապաշխարեն, կփրկվեն, այն մարդիկ, ովքեր ոչ, կշարունակեն իրենց եսասիրական եւ մեծամիտ կյանքը, ցավոք մի օր կկանեն փաստի առաջ, բայց արդեն ուշ կլինի։ Թող Աստված օրհնի մեզ այս բոլոր շաբաթի օրերին, որպեսզի մենք հիշենք այս խոսքերը եւ մեր կյանքում Աստծո փառավորենք, այլ ոչ թե խայտարակենք, ճիշտ ընտրություններ անենք մեր կյանքում եւ ընդունենք Աստծո մեկնված ձեռքը, որ մեկնվել է մեր փրկության համար։ Թույլ տանք Աստծուն փափկացնել մեր սիրտը եւ հաշտեցնել մեզ իր հետ։ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս դասը։